Բարև ձեզ։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների այսպես ասած վերադարձի հարցը պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկման մաս։ Այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի Մեջլիսի падգամավոր կառավարող կուսակցության ներկայացուցիչ եւ այսպես ասած արևմտյան Ադրբեջան հասարակական նախաձեռնության ղեկավար Ազիզ Ալեքբերլին է։ Հայաստանում կա մարդ, որի համար այս հայտարարությունը կարող է լինել զարմանալի կամ անսպասելի։ Կարծում եմ ոչ, որովհետև եթե որևէ մեկը ֆիզիկապես գտնվելով Հայաստանում կարող է զարմանալ Ադրբեջանի այս հայտարարություններից, ապա նա մտքով եւ հոգով բացարձակապես կապ չունի Հայաստանի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այլապես կրկնեմ որևէ մեկի համար, ով հետաքրքրվում է Հայաստանի ճակատագրով եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով, այլևս վաղուց անսպասելի լինել չի կարող այն, ինչ հայտարարում են այս թեմայով Ադրբեջանի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով, մինչև անգամ հասարակական կազմակերպություններ։ Ընդ որում եւս մեկ անգամ շեշտեմ, որ Ադրբեջանի պարագայում հասարակական կազմակերպություն, փորձագետ, քաղաքացիական հասարակություն ասվածը մեղմ ասած ֆորմալություն է։ Այդ ինստիտուտները, այդ շրջանակները ընդամենը պաշտոնական քաղաքականության գործիքակազմի մի մաս են եւ այնտեղ հնչում են հայտարարություններ, որոնք ունեն պաշտոնական կնիք։ Եվ այս իմաստով է նաեւ, որ բացարձակապես զարմանալ պետք չէ, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ այս հարցը պետք է դառնա Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի քննարկումների մաս, այլ կերպ ասած այս գործընթացի օրակարգ։ Այս մասին բազմիցս խոսել եմ, որ այն բացատրությունները, որ հնչում են պաշտոնական Երևանից կամ Հայաստանի իշխանամերձ շրջանակներից, թե այս ամենի մասին Ադրբեջանում խոսում են ընդամենը հասարակական մակարդակով, մեղմ ասած որևէ առնչություն չունեն իրականության հետ, եւ ավելին Ադրբեջանը այս մակարդակով շոշափելով հարցերը պատրաստում է դրանք անմիջականորեն արդեն պաշտոնական մակարդակ բերելուն։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այս հայտարարությունները հնչում են ուղիղ։ Եվ սա առնվազն նշանակում է, որ հարցը բանակցային սենյակներում դրված է Հայաստանի առաջ։ Այլ է, որ հիմա կսկսեն արդեն դնել այդ ամենը պաշտոնապես ձևակերպելու խնդիր։ Եվ այս խնդիրը լուծելու համար է, որ Ալիևը հանձնարարում է պետական, ոչ պետական եւ գիտական շրջանակներին դեռևս նախորդ տարեվերջից առաջ մղել թեման միջազգային օրակարգում, հետեւաբար լեգիտիմություն ստանալ միջազգային մակարդակում եւ այդ հանգամանքը դարձնել արդեն Հայաստանի հանդեպ ընդհուպ միջազգային պահանջարկ, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային, որպես այստեղ աշխարհաքաղաքական սխեմաներ գործադրելու հնարավորություն եւ միջոց։ Այս տրամաբանությամբ է աշխատում Ադրբեջանը եւ այս տրամաբանությամբ է Երևանին պարտադրում իր պայմանները, թելադրում իր պայմանները։ Եվ ինչպես դարձյալ առիթ եմ ունեցել ասելու այս ամենի դիմաց, երբ Երևանը հայտարարում է, թե պետք է լռություն պահպանել, որ չխոսեն նաև Ադրբեջանից, սրանով ընդամենը լեգիտիմացնում է Ադրբեջանի հավակնությունները։ Եվ լռությունը չի լուծում ոչ մի հարց։ Երևանը հայտարարում է, որ այդպիսի թեմա չկա, բայց հայտարարում է ընդամենը Հայաստանում ընդդիմադիր ուժերի բարձրաձայնած մտահոգություններին եւ հանրային տարբեր շրջանակների բարձրաձայնած անհանգստություններին ի պատասխան։ Իսկ երբ Ադրբեջանից բարձր մակարդակով, պաշտոնեական մակարդակով հնչում են այսպիսի հավակնություններ, Երևանում արձագանքը լռությունն է։ Օրինակ, երբ օրեր առաջ Հայաստանի սահմանակից Նախիջևանյան Օրդուբադում անցկացվում էր այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի փառատոն համաժողով եւ դրա շրջանակում Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարը, այսինքն կառավարության անդամը հայտարարում էր, որ այս հարցը Ադրբեջանի համար հանրային ինքնության եւ երիտասարդության դաստիարակության հարց է, Երևանը դարձյալ լռում էր, մինչդեռ խոսքը Ադրբեջանի կառավարության անդամի մակարդակով արված հայտարարության մասին է։ Ստացվում է, որ Ադրբեջանը բաց տեքստով կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իրենց հավակնությունը
ընդհուպ ադրբեջանական ինքնության հարց է եւ այդ հարցը պաշտոնական Երևանի համար ընդամենը լռության հարց է։ Այս պատկերը հիշեցնում է 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի տարիները, երբ Հայաստանում կառավարական մակարդակով ասվում էր, որ ճգնաժամը չի գա Հայաստան, չի իմանա մեր տեղը, եթե մենք լռենք իր մասին, չխոսենք ճգնաժամից։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ճգնաժամը բավականին իրազեկ է եւ Հայաստանի տեղը գիտե։ Ճգնաժամը եկավ եւ Հայաստանում արձանագրվեց միջազգային տնտեսությունների շարքում ամենախոշոր անկումներից մեկը, ավելի քան 14% անկում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է առաջարկում այդ սխեման. մենք լռենք, որպեսզի Ալիևը, այսպես ասած, ճակերտավոր իմաստով չիմանա մեր տեղը։ Բայց մենք անընդհատ տեսնում ենք, որ Ալիևը մեր տեղը շատ լավ գիտե եւ նույնիսկ բարձր մակարդակով, անձամբ կամ իր ենթակաների միջոցով պարբերաբար հայտարարում է այս օրակարգի մասին, որպեսզի թերևս չմոռանա մեր տեղը, մինչև ադրբեջանցիներին կտեղավորի այստեղ, որից հետո գուցե մենք մոռանանք մեր տեղը այս ռեգիոնում։ Մենք մոռանանք, թե որն է մեր տեղը անգամ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև անկասկած է այդ ծրագիրը առաջ մղելը Ադրբեջանի համար, ինչպես հենց իրենք են խոստովանում, ունի ռազմավարական նշանակություն եւ ընդհանուր ինքնության նշանակություն եւ իմաստ։ Իսկ սա նշանակում է, որ այդ ծրագիրը Ադրբեջանի համար չունի վերջ։ Այն լինելու է այնքան տևական, որքան լինելու է ադրբեջանական պետությունը, եթե իհարկե Երևանից պատասխանը լինելու է ընդամենը լռության մակարդակով։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այս հարցում գործում է շատ բացահայտ, ամեն ինչ արտահայտում է բաց տեքստով եւ ավելի ու ավելի հստակ ու կոնկրետ, եւ գործում է նաեւ երկարաժամկետ տրամադրվածությամբ եւ հաշվարկով։ Սա նշանակում է երկու հանգամանք։ Նախ, Ադրբեջանը թերևս վստահ է, որ չկա խանգարող հարց, չկա խանգարող որևէ սուբյեկտ, եւ ըստ այդմ գործում է բաց տեքստով ու երկարաժամկետ, եւ երկրորդ, Ադրբեջանը գործում է շատ սառը հաշվարկով, այսինքն նախ ստեղծել միջավայր ադրբեջանցիներին տեղավորելու համար եւ հետո նոր միայն անցնել արդեն եզրափակիչ փուլին կամ հասնել եզրափակիչ փուլին, արդեն ըստ այդմ ձևակերպելով եւ դնելով նպատակները Հայաստանի հետ գործընթացում։ Բայց արդեն հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ այս հարցը խաղաղության պայման է։ Սա չափազանց կարևոր դետալ է։ Այսինքն բացի ընդամենը հավակնություն լինելուց եւ ընդամենը հավակնություն դրսեւորելուց, Ադրբեջանը այս հարցը դարձնում է պայման։ Եվ երբ Ադրբեջանը պայման է դարձնում որևէ հարց, դրված Հայաստանի առաջ, Հայաստանի հետ խաղաղության պայման, սա նշանակում է պայման ոչ միայն Երևանի առաջ, այլ նաեւ այն միջազգային դերակատարների, որոնք անմիջական եւ ակտիվ շահագրգռություն ունեն, այսպես ասած հայ-ադրբեջանական խաղաղություն հաստատելու եւ դրա միջոցով ու դրա շնորհիվ իրենց աշխարհաքաղաքական սցենարները եւ նպատակները առաջ մղելու հարցում։ Ադրբեջանը պայման դնում է նաեւ նրանց առաջ, այլ կերպ ասած, բավարարեք Հայաստանի առաջ դրված իմ պայմանը, որpիսի ես այլ ավելի կարևոր եւ ավելի ընդգրկուն հարցերի վերաբերյալ պայմանավորվեմ ձեզ հետ։ Այս սխեմայի մասին ես առիթ եմ ունեցել խոսելու բազմիցս եւ այս սխեմայի շրջանակում է, երբ Ադրբեջանը որևէ հարց, օրակարգային որևէ թեմա հռչակում է պայման։ Իսկ մենք հիմա տեսնում ենք, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան մորմոքը Ադրբեջանը վերածում է քաղաքական օրակարգի եւ հռչակում որպես պայման ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ, ինչպես նշեցի, միջազգային դերակատարների առաջ։ Ընդ որում հատկանշական է, որ Ադրբեջանը այս շեշտադրումները բարձրաձայնում է Հայաստան Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների այցին ընդառաջ։ Ազդարարվել է, որ հաջորդ շաբաթ Հայաստանում կլինեն Եվրահանձնակատար Մարտակոսը եւ նրա ղեկավար Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը,
Ղեկավար իհարկե որոշակի հարաբերական իմաստով։ Այդուհանդերձ Եվրամիության կառուցվածքում ֆոն դեր Լայենը գլխավորն է գործադիր մարմնում, եվրահանձնակատարները նրանից ներքև, այսպես ասած, ենթակաները։ Եվ ֆոն դեր Լայենն ու Կոսը գալու են Հայաստան, Հայաստանին աջակցելու կոնկրետ հարցեր քննարկելու համար։ Եվ ահա նրանց այցին ընդառաջ Ադրբեջանը բարձրաձայնում է պայմանը։ Ընդ որում տեղեկություններ կան, որ ֆոն դեր Լայենը կարող է նաև այցելել Ադրբեջան։ Սա առավել ևս հաստատում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը այս հարցը արդեն գրեթե բաց տեքստով վերածում է նաև Եվրամիության հետ իր քննարկումների եւ սակարկությունների խաղաքարտի։ Եվ ահա այս պայմաններում առավել ևս, երբ Երևանի արձագանքը լռությունն է, սա արդեն ոչ թե լռություն է, որը դիվանագիտական հմտության նշան է, այլ լռություն, որը համաձայնության նշանն է։ Եվ այստեղ գլխավոր հարցը դառնում է այն, թե արդյոք այս հեռանկարի հետ կարող է համաձայնել Հայաստանի հասարակությունը, որովհետև կրկնեմ, սա process է, որը ենթադրելու է Հայաստանի աստիճանական ադապտացիա դրա եզրափակիչ փուլին, զուտ ֆիզիկական իմաստով, որովհետև քաղաքական բովանդակության եւ ռազմավարության իմաստով այս ծրագիրը չի ունենալու եզրափակիչ փուլ, քանի դեռ ադրբեջանցիների այստեղ տեղավորվելուց հետո իրենց տեղն այստեղ չեն կորցնի, չեն մոռանա Հայաստանի քաղաքացիները։ Սա է այս ծրագրի եւ այդ ինքնություն հռչակման բուն իմաստը, բովանդակությունը եւ տողատակը։ Սա նշանակում է, որ քանի կա Ադրբեջանը, Հայաստանում ադրբեջանցիների առաջխաղացումը լինելու է ինքնության, այլ կերպ ասած Ադրբեջանի լինելիության հարց, որպես պետություն ունեցող հասարակություն։ Կրկնեմ, այստեղ է, երբ պաշտոնական լռությունը դառնում է ոչ թե դիվանագիտական հմտության նշան, որով չեզոքացվում են այս օրակարգերը, այլ դառնում է այս օրակարգերի ակնհայտ, բաց եւ հանդուգն ձևով առաջ մղման համաձայնության նշան։